Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակեմ իմ հերթական վլոգս, առավոտ շուտ է, արդեն մարտի 13-ն է, ուրբաթ օր է, գնում եմ աշխատանքի, ճանապարհին մտածում եմ այսօր ինչով ձեզ ուրախացնեմ, եղանակը շատ հիանալի եղանակ է, տաք է արդեն +6, +7 մինչև ջերմաստիճան է, ձները հալվում են, փողոցները ամբողջովին ջրհեղեղներ են, այստեղ դեռ տոնածառն է տեղադրված, ռայոն Նեկրասովկա գնում եմ աշխատանքի։ Ինչ եմ այսօր ուզում ձեզ ներկայացնեմ մի քիչ իմ աշխատանքի բնույթը։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, օրը աշխատանքային է, ես արդեն գտնվում եմ աշխատավայրում, եկել եմ մեր գեղեցիկ ստուդիա Կրասոտեն, ինչպես մեջ դրսից նկարեմ, մի հատ էլ գնանք ներս ու գնանք իմ կաբինետը ցույց տամ ձեզ, շատ են հարցնում ինչ ես աշխատում, ասում եմ, սա մեր գեղեցիկ սալոնն է, այստեղ մանիկյուրի կաբինետն է, այստեղ պեդիկյուր են անում, անցնում եմ և գնում եմ ուղիղ իմ կաբինետ, այստեղ ունենք ամեն ինչ, այս սա արդեն լավ չի, որ գետնին անգել հավաքենք, որ հաճախորդը գա կփոխեմ, սա իմ կաբինետն է, այստեղ նոր ճանապարհեցի հաճախորդից, դեռ չեմ հավաքել ճիշտն ասած հաճախորդից հետո, բազմիցս հարցնում եք ինչ ես աշխատում, կոսմետոլոգ եմ աշխատում, ապարատներ ունենք տարբեր տեսակի, սա էլ ես եմ, որպեսզի համոզվեք, հավատաք, սա իմ կաբինետն է, ես այս սալոնի տերը չեմ, այս սալոնում տեր կա լազերային ապարատը, այնտեղ դեմքի, այսօր ուզում եմ ես դեմոնստրացիա անեմ միկրոտոկերը, սա դեմքի համար է, դեմքի խնամքի ապարատ է, որի այստեղ կոսմետիկա, դուշևոյ կաբինետ ունենք արդեն, դուշևոյ կաբինը ավելի ճիշտ, որ պրոցեդուրաներից հետո մարդիկ կարող են ցայվել, իրենց գելը մաքրել, նոր գնալ, այստեղ ֆիգուրան կարգավորելու ապարատ, այստեղ նույնպես ֆիգուրայի, միկրոտոկեր, նորից ֆիգուրայի ապարատը տարբեր պատակների համար է, այսպես ցույց տամ, որ համ ես երևամ, համ կադրը տեսնեմ ոնց եմ նկարահանում, համ էլ կաբինետը երևա, մի խոսքով հենց նոր հաճախորդին ճանապարհեցի, այնտեղ իմ սերտիֆիկատներն են ավելի ճիշտ մեր ասած, հենց իմն են, ունենք նաև մասաժիստ, մանիկյուր են անում բոլորը, շատերը ավելի ճիշտ, ունենք վարսավիրներ, կատարում ենք նաև թարթիչների և հոնքերի լիցք, սալոնն էլ կոչվում է Լիլիտոն, բազմիցս անգամ ասել եմ, աշխատում եմ ես այստեղ կոսմետոլոգ, դեմքի խնամքներ եմ անում, լազերային ապարատով մազահեռացում եմ անում, և ցույց տվեցի արդեն ապարատներով էլ վերականգնողական կամ ինչ-որ այլ կարգի պրոբլեմներ ունեցող խնդիրներով մարդկանց օգնում ենք վերականգնել օրգանիզմը օպերացիաներից հետո, լինի ասենք պրոստը ֆիգուրան կարգավորել, ուղղակի մասաժներ, ամեն ինչ էլ անում ենք, մի խոսքով օգնում ենք մարդկանց իրենց լավը զգան մեր կաբինետում, այդպես սիրելիներս, ես էլ ձեզ ողջունում եմ, բոլորիդ բարի լավ խաղաղ օր եմ մաղթում, աշխատանքային օր է իմ համար, ուրբաթ օր է չնայած, աշխատանքային է բոլորի համար, բայց մեր համար աշխատանքային է նաև շաբաթ և կիրակի օրերը, ուրբաթ շաբաթ կիրակի, ինչպես կասեր մեր Տաթև Ասատրյանը, բոլորս գնացինք աշխատանքի, տենց ասենք, ուրբաթ շաբաթ կիրակի, բոլորս գնացինք աշխատանքի, այդպես սիրելիներս, շատ եք հարցնում ինչ ես անում հիմա, ուզում եմ այսօր մի քիչ դեմքս խնամեմ, որ տա ես իմ գեղեցիկ այս գծերը, որ ես ունեմ, կնճիռները, դրանք ինձ թվում ավելի շատ ոչ թե տարիքային են, այլ բնավորության գծեր են, որովհետև ես միշտ այսպես սենց լուրջ եմ լինում, հատկապես ղեկին, որ նստում եմ մեքենայի, սենց շատ խիստ մռթնած տեսք եմ ստանում, որովհետև շատ լուրջ եմ ինձ պահում, շատ իրոք ոչ թե լուրջ եմ պահում, այլ շատ եմ անհանգստացած, որ լավ քշեմ, մի խոսքով ոչ մեկին չվնասեմ և ոչ ոք էլ ինձ չվնասի, այդպես սիրելիներս, ուղղակի հետաքրքիր է, եկել ենք աբեդ անելու աշխատանքավայրից, ինչպես միշտ պատուհաններում եմ երևում, բայց ես ինձ էլ ցույց կտամ, называется соседи, մտնենք տեսնենք ինչ ունեն соседи, մեր соседիները ուտելու, ամենատակ օրն է, +6 է մեր մոտ արևա դուս եկե, տենանք ոնց կլինի, օրը ոնց կընթանա, եղանակը ինչպիսին է, вообще մտնենք տեսնենք ինչ կա այստեղ ուտելու համով բան,
Вот там кафе называется «Соседи». Красота же. Уютная атмосфера. А где Мари? Здравствуйте. А куда девочка моя ушла? Я ее потеряла. Мы нажмемся и будем работать. Романтика. Я им всем говорила, типа, подожди. Ты тоже снимала постоянно? Ну да, сейчас я есть хочу. Уступить. Красиво же подача. Все, можешь поесть. Что, можно? Да, можно. Начинаем. Դե մամես բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, մեր ընդմիջումը շուտով կավարտվի, հասցնենք հացուտենք ընդմիջման ընթացքում նաև գեղեցիկ նկարահանում, ինչպես մեծ շնորհակալություն ասենք այս օջախին եւ գնանք աշխատելու։ Լավ, շարունակեմ կցուցադրեմ միկրոտոկերի աշխատանքը եւ նպատակը։ Մի քիչ կխոսեմ միկրոտոկերի մասին։ Այդպես ուրեմն միկրոտոկերը կցուցադրեմ, կբացատրեմ, մի քիչ կներկայացնեմ, թե ինչպիսի պրոցեդուրա է, որովհետև շատ լավ պրոցեդուրա է եւ կցանկանայի բոլորը իմանային, շատերը իմանային, տեղյակ լինեին, թե դա ինչ է, ինչի համար է եւ ինչ քանով կարող է օգտակար լինել։ Նայում եմ հայելու մեջ, մազերիս սպիտակածը տեսնում եմ եւ զարմանում եմ, որ ինչու՞ չեմ մինչեւ հիմա նկատել։ Մազերս արդեն ներկելու է, մազերս պետք է գնամ եւ կներկենք միասին։ Այդպեսի։ Այսպիսով սկսում եմ աշխատանքս, քանի որ հաճախորդուհիս մի քիչ ամոճ կոտ էր, անհարմար զգաց, որ այսպես պարզ նկարահանեի, ցուցադրում եմ ուղակի մեր այսպես անցուդարձը ու միաժամանակ պատմում եմ, թե ինչ պրոցեդուրա է միկրոտոկը։ Այսպիսով ինչ է միկրոտոկը, հա։ Կոսմետոլոգիայում եւ ֆիզիոթերապիայում օգտագործվող ժամանակակից մեթոդ է, ոչ ինվազիվ մեթոդ է, որը օգտագործվում է ծայրահեղ թույլ էլեկտրական իմպուլսներ մաշկի եւ մկանների վրա բուժիչ ազդեցություն ունենալու համար։ Ուրեմն այս թույլ հոսանքները կիրառվում են հատուկ ապարատների միջոցով, իհարկե որ հենց այնպես չեն կարող դա հոսանքի ամեն դեպքում օգտագործել եւ օգտագործվում է գրեթե չի կիրառվում է հատուկ ապարատի միջոցով, որը գրեթե չի զգացվում կամ էլ ունենում է շատ թույլ ծակոցների զգացողություն, այսպես կոչված, բայց կան մարդիկ, որոնք ունեն նաև գերզգայուն մաշկ եւ իրենց օրգանիզմը գերզգայուն է եւ շատ հնարավոր է նույնիսկ այդ թույլ չափի տոկը չկարողանան, հոսանքը չկարողանան իրենք ընդունել, հա։ Ամեն ինչ ինդիվիդուալն է, յուրաքանչյուր մարդու համար անհատական է ընտրվում, մինչև թույլ հաճելի տաքություն կամ ծակոցների զգացողություն ունենալու հատվածը այսպես որոշվի, հա։ Այդպես շարունակում եմ։ Ուրեմն այս թույլ հոսանքների ազդեցության տակ ինչեր են կատարվում, բջիջները ակտիվանում են մաշկի, վերականգնվում է բջջային թաղանթների աշխատանքը եւ բջիջները ավելի լավ են սնուցվում եւ ազատվում են թափոցներից, այսինքն ավելորդ կեղտերից, այդպես ասենք։ Երբ է այն կիրառվում, ուրեմն կարելի է կիրառել ավելի ճիշտ 18 տարեկանից սկսված եւ իհարկե բոլոր տարիքներում ունեն տարբեր նպատակներ, հա, կիրառման մեթոդները։ Հնարավոր է բուժել ակնեն, բզուկները, հետբզուկային, հետ ակնեից պոստակնե, որ ասվում է, բզուկների թողած լաքերը, մաշկի գույնն է կարգավորում, մաշկի էլաստիկությունն է վերականգնում եւ իհարկե մաշկի այտուցներն են, ինչպես հասկացաք արդեն արյան շրջանառության կարգավորման հիմքում անցնում, աչքերի տակի մուգ շագանակագույն շրջանակներն են անցնում, այտուցները μπορող են դրանով նույնպես ազդել միկրոտոկերով, հա, այսպես կոչված ազդել բարելավմանը, մի խոսքով մաշկը ամենայն կերպով այսպես վերականգնվում։ Աստիճանաբար վերանում են մանր կնճիռները, դեմքի եզրագիծը բավականին կարգավորվում է, ուրվագիծը ավելի ճիշտ բավականին կարգավորվում է, չգիտեմ ինչպես անվանեմ, քանի որ ռուսերենով այսպես է կոչվում, հա, выравнивается овал лица,
ում հայտնի է այդ ֆրազան ինքը դա կհասկանա։ Մի խոսքով օգտագործվում է նաև հետվիրահատական ուրեմն վերականգնողական մեթոդներ որպես վերականգնողական շրջանում պլաստիկ վիրահատություններից լազերային մաքրումից կամ քիմիական պիլինգներից հետո է օգտագործվում, քանի որ շատ արագ վերականգնում է մաշկի կոլագենի արտադրությունը, էլաստանի արտադրությունը եւ իհարկե մաշկի էլաստիկությունը այդ պրոցեդուրաների հիման վրա կարող է վերականգնվել։ Այդպես սիրելիներս, շարունակեմ հիմա թեմաս եւ ձեզ հետ կշարունակենք վլոգս։ Մի քիչ այսպես խորացա մասնագիտությանս մեջ, թե չէ ուղիղ եթերներում ոչ մեկ ասենք նման հարցերով չի հետաքրքրվում եւ իհարկե պարզ է դառնում, որ ես ոնց որ թե ոչ մի բան չգիտեմ, հա, բայց արի տես, որ շատ բան գիտեմ։ Դե ինչ ասեմ, սիրելիներս, շարունակում եմ վլոգս, հիմա կշարունակեմ միտքս։ Եվ իհարկե այսքանը բացատրելուց հետո բացարձակ արգելքների մասին, թե ում է կարելի եւ ում չի կարելի, հա, այսպես կոչված ցուցում եւ հակացուցում, հակացուցված է, բացարձակ հակացուցումը դա հղիությունն է, կրծքով կերակրելու շրջանն է եւ իհարկե ուռուցքային հիվանդություններն են, նաեւ սրտի կարդիոստիմուլյատոր, այսինքն սիրտը աշխատացնող ապարատներ, եթե ունեք տեղադրված, եւ մետաղյա ինչ որ իրեր, ասենք լինում են վերահատությունից հետո ոսկորների վիրահատությունից հետո մետաղյա իրեր են դրվում, թե լինի գլխի շրջանում, թե լինի մարմնի յուրաքանչյուր կմախքի որոշ տեղերում, ասենք լինում է կոտրվածքների ժամանակ երկաթներով են հավաքում կամ թեկուզ եւ ատամները, որ կերամիկայից, կերամոմետալիկայից է, հա, այսպես տեղադրված, մի խոսքով դրանք նույնպես կարող են ուղղակի ցավի պատճառ դառնալ կամ շատ խիստ հակացուցված են առաջի բոլորը, որը որ քթվարկեցի, մինչև այն, որ ատամների այդ երկաթները եթե տեղադրված են։ Միայն երկաթների դեպքում կարելի է ուղղակի բերանի խոռոչում տեղադրել բամբակ կամ բինտ, որով ուղղակի կարելի է մի քիչ մեղմացնել տոկի ազդեցությունը ցավը այդ զգայուն զոնաների նկատմամբ։ Այլ կերպ հնարավոր չէ անպայման ինչ որ ձևով զգացնելու է։ Ինչ ասեմ, սիրելիներս, հաճախորդուհուս պրոցեդուրան կատարեցի, իրեն մոտ ինչ էր, հիմա կբացատրեմ, ուրեմն շատ ուժեղ ակնե է ունեցել, դեմքը շատ ուժեղ բորբոքված էր, թարախային բորբոքումներ ուներ, պզուկներ ահավոր եւ մի քաղաքից տեղափոխվել էր մեր քաղաք, մինչ այդ ինքը արդեն կատարել էր քիմիական պիլինգ, պիլինգից հետո, այսինքն քիմիական նյութերի միջոցով մաքրում էր կատարել խորացված մաքրում մաշկի, որ ակնե հիվանդությունը բուժվեր, հա, այսպես կոչված։ Հիմա ես իրեն կատարում եմ ակնեի բուժումից հետո եւ պիլինգից հետո վերականգնողական պրոցեդուրա, վերականգնողական բուժումը շարունակելի է միկրոտոկերի օգնությամբ։ Այդպես մի փոքր էլ խոսեմ ոչ միայն միկրոտոկերի, այլ նաև ուլտրազվուկովոյ եւ ինֆրակրասնի լուչերի օգնությամբ օգտագործվող մի ուրիշ պրոցեդուրայի մասին, որը համարյա նման է միկրոտոկերին, բայց շատ թույլ է, իրենք ունեն ուլտրազվուկովոյ ուղղակի վոլնաներ ու ինֆրակրասնի լուչերը տաքացնում են մաշկը, ինչի հիման վրա երկու այդ համատեղված մեթոդները, ուլտրազվուկը եւ ինֆրակրասնի այդ լուչերը համատեղված օգնում են մաշկի խոնավեցմանը, մաշկը բավականին թարմացնում է, սնուցվում է եւ նույնպես այտուցները հեռացվում է, շատ փոքր մարշինաները, այսպես մելկի, ինչա կոչվում հայերեն մոռացա, մի խոսքով կնճիռները, շատ փոքր կնճիռները էլի հարթեցվում է, մի խոսքով սնուցման օգնությամբ բոլոր օգտագործված այդ կոսմետիկաների իհարկե սնուցման օգնությամբ, որ սա այս մեթոդը բարելավում է նաև սնուցմանը, հա, որ կոսմետիկան օգնի ներթափանցել մաշկի մի քիչ ավելի խորին շերտերը, ոչ միայն վերին շերտերը, որի օգնությամբ մի քիչ թարմանում է մաշկը։ Իհարկե, որ պրոցեդուրայի տևողությունը պետք է լինի
ուրեմն մեկ ամսվա մեջ կարող եք անցնել մի ամբողջ կուրս, շաբաթը 2 անգամ, այսինքն 6-ից 8 պրոցեդուրա պետք է լինի, եթե վերաբերվում է միկրոտոկերին, այսինքն շաբաթը 2 անգամ, այդ դեպքում կլինի ամսվա մեջ 8 պրոցեդուրա եւ ուլտրազվուկավոյը նույնպես կարող է ավելի հաճախակի կարող է լինել, մի խոսքով մի ամսվա մեջ կարելի է ամբողջ կուրսը անցնել, երկու զուգահեռ մեթոդներ են, հա, օրինակ մարդ կա միկրոտոկերը բերենոսի մսը շատ դժվար է, չի կարող տանել, օրինակ ես չեմ ընդունում միկրոտոկերը, հիմա վիդեո եմ նկարահանել, կադրերի մեջ ցույց կտամ, կտեսնեք, որ ինչու, բայց ուլտրազվուկավոյ ճառագայթները, վոլնաները, ավելի ճիշտ այնտեղ ճառագայթ չկա, այնտեղ վոլնա է ուղղակի ալիքները, ուլտրազվուկավոյ ալիքները, ձայնային, ուլտրաձայնային ալիքներ է կոչվում, այդ վոլնաների ալիքների հիման վրա բավականին հետաքրքիր գործողություններ են կատարվում եւ ես ստիպված եմ միկրոտոկերից հրաժարվել ու օգտագործել միայն ուլտրազվուկավոյ, հա, եւ դա շատ ինդիվիդուալ է յուրաքանչյուր մարդու համար առանձնահատուկ է, քանի որ մենք ինքներս տարբեր զգայարանների, տարբեր զգացողությունների աստիճան ունենք։ Մի խոսքով մենք տարբեր ենք, մենք ամենքս յուրահատուկ ենք։ Այդպես սիրելիներս շարունակեմ տեսանյութում կցուցադրեմ նաև թե ինչպես եմ ինքս իմ դեմքը ուլտրազվուկով եւ տոկով որպեսզի զգաք ու պատկերացնեք տարբերությունը փորձում պրոցեդուրա անել ու կկիսվեմ իհարկե որ այդ փորձով շարունակում եմ սիրելիներս վլոգս անցանք առաջ Այս կադրերի մեջ արդեն հաճախորդուհիս գնացել եմ փոխվել եմ եւ իհարկե դեմքս լվացա, մի փոքր սիվռատկա եմ գցում, խոնավեցնող եւ իհարկե հակակնճիռային է իմ սիվռատկան, որից հետո գցում եմ դեմքս գել, որը պետքա լինի ուլտրազվուկավոյ ճառագայթների համար ու փորձում եմ ձեզ ցուցադրել միկրոտոկի ազդեցությունը իմ դեմքին եւ սովորական ուլտրազվուկի ազդեցությունը իմ դեմքին։ Շարունակում ենք։ Նայեք ինչպեսին է, որ 3 տեսակա լինում գելերը, մենք վերցնում ենք միջին, երկրորդին։ Սա հենց ուզիների համար է նախատեսված, իրենք տարբեր նպատակներով են ու բացատրեմ այս գելի նպատակը, գելը ուրեմն օգնում է տոկերին շատ հեշտությամբ անցնել մաշկի տակ, այսինքն ասես տրանսպորտ լինի, հա, տեղափոխող հարմարանք, այսպես ասեմ, ну как транспорт для проведения тока под кожу для нужных зон до нужного места. И она используется в физиотерапии, в косметологии, для лазерной эпиляции и для ультразвуковой и для микротоковой процедуры терапии тоже. Продолжаем. Միացրել ենք ուրեմն, ընտրել եմ ինտենսիվնես C2 մոդելը A, այսինքն առայժմ ամենաթույլն եմ միացում, քանի որ առաջին անգամից իմ դեմքի վրա փորձելու ու այսպեսին ասատկա ունենք, հա, հիմա փորձում եմ հատուկ ձեզ համար, արդյունքը տեսեք, ուղղակի չծիծաղեք վրաս։ Ծիծաղելի է, չէ, բայց սա հենց այն գզգայունությունն է, որ իմ մաշկը չի ընդունում տոկը։ Ես չեմ կարողանում միկրոտոկերով ինձ պրոցեդուրա անել, նույնիսկ ցածրացնում եմ, նորից եմ փորձում։ Տեսեք ինչ ուժեղ է, զգայարանները շատ ահավոր ուժեղ են աշխատում։ Այսքանով իմ միկրոտոկային դասերը, փորձառումները ավարտվեցին, ես հասկացա, որ կոնկրետ ինձ չի կարելի միկրոտոկ, բայց իմ մաշկը ուղղակի չի ընդունում տոկը։ Ուրիշ մարդիկ, օրինակ Լիլիթին, որ անում ենք, մեր սալոնի դիրեկտորին, իրեն շատ արտակարգ մկանները, այսպես կծկումները նույնիսկ երևում են, մկանների կծկումներ է տալիս եւ իհարկե ամրացնում է մկանային հյուսվածքները։ Դե ինչ սիրելիները, շարունակում եմ իմ դեմքը ուրեմն ուլտրազվուկավոյ ինֆրակրասնի լուչերով նասատկայով եւ այդպես շարունակում եմ պրոցեդուրաս ամեն դեպքում էլի օգնող ինչ որ խոնավեցնող եւ այդպես կոչված փոքրիկ մաշինաները, փոքրիկ
գնճիրները հարթեցնող ու խոդարեցի, շարունակեցի, ասելս այն էր, որ ինչպես ցուցված է, այնպես էլ հակացուցված է բոլոր պրոցեդուրաները, դրա համար պետք է յուրաքանչյուրին սկզբից փորձել, հետո նոր շարունակել, այնպես չէ, որ պետք է բոլորս գնանք, տնային պայմաններում միկրոտոկի ապարատներ գնենք, բերենք ու քսենք երեսներիս, հիշեք, որ ամեն դեպքում վտանգը ամեն ինչ ունենում է։ Ինչ ասեմ, գիշերվա 1000-նա տուն եմ գնում արդեն, մեկ լույսերը վառած իսկան սիրուն է, աշխատանքից տուն եմ գնում։ Դե, օրս ավարտվել է, տուն եմ գնում, մեքենաս թագուհու պես ինձ սպասում է, հույս ունենամ, որ ամեն ինչ շատ լավ ավարտ կունենա այսօրվա օրը, լանք տուն ուղիղ եթեր կմիանանք։ Հերթական անգամ ծամոնիս համար ներողություն եմ խնդրում, սա ծամոն չէ, ինչ շատ են դիտողություն անում, երբեմն մոռանում են սրտիս աշխատանքը, որ մի քիչ վատանում է, մի հատ մի տաբլետիկ եք ունեմ, հատուկ ծամում եմ, ուղղակի ծամոնում մի քիչ կարգավորվի, երբեմն մոռանում եմ, որ իրանց հետ եմ ու այսպես կարող է ճիշտ չհասկացվի, ներող կլինեք, հասա տևս լավը չի, բուրգերի վրով անցնում է, որ հասնեմ ավտոյի մեքենային, այս մեքենաս սպասում է ինձ գնում ենք տուն սիրելիներս։ Սիրելիներս, այսպիսին էր իմ առօրյան, ուրեմն ինչպես տեսնում եք ինձ ամբողջ օրվացքի մեջ, տունը այսօր տանը իմ կարգավիճակն ու իրավիճակը չցուցադրեցի, պարզ է կինը տանը կամ խոհանոցում է, կամ լվացք է անում, կամ հարթուկ է անում, նոր նախատեսված տեղեր չունեմ գնալու, որ ձեզ ցուցադրեմ սիրուն տեղ լինի, բայց մոտակայում պլանավորած կարելի է ինչ-որ մի բան պլանավորել, էլի գեղեցիկ մի հատ էքսկուրսիա, որը դուք շատ եք սիրում, որի հիման վրա էլ ես ինձ երբեմն տնից դուրս եմ գալիս եւ ինչպես ասում են, պիտանի եմ զգում, գարուն է եկել, մի քիչ էլ էս ցեխեր մեխերը անցնի, գնամ սիրուն ինչ-որ նկարահանումներ կանեմ, սիրուն մի հետաքրքիր տեղ, մտածեք ինչա հետաքրքիր տես կլինի, թատրոն կլինի, չգիտեմ, այգի, ինչ-որ մի գեղեցիկ վայր, ինչ-որ մի հետաքրքիր շենք, Մոսկվա քաղաքում ինչ-որ մի գեղեցիկ տարածք ու տեղ, որ դուք կուզենաք տեսնեք, միգուցե շատերդ եղել եք այստեղ կարոտել եք, միգուցե ինչ-որ մի վերջը այսպես կոչված հետաքրքիր հիշողություններ ունեք, մի խոսքով, ինչ կցանկանաք, եթե ինձ հարմար լինի, կնայեմ ձեր բոլոր ընտրած, ինչպես ասում են, ընտրությունները եւ կորոշեմ ինչ-որ մի բան կընտրեմ, հա, այսպես կոչված, անպայման ես տեսանյութ նկարահանելուց պետք է կամ սաբշեննի ստանամ, կամ չգիտեմ ինչ-որ մի խանգարող բան լինի։ Ինչ եմ ուզում ասել, ես ուզում եմ մի անգամ եւս ասել, շնորհակալ եմ ձեզանից, որ դուք կաք իմ համար, անչափ գոհ եմ եւ շնորհակալ։ Առայժմ սիրելիներս, այսօր այսքանը միկրոտոկերի մասին խոսալու միակ նպատակս դա է, որպեսզի ձեզ էլ հայտնի դարձնեմ, որ կան նման մեթոդներ, որոնք շատ լավ օգնում են առանց ինչ-որ ներարկումների արտաքինից օգնել մաշկը վերականգնել մաշկին օգնել, ավելի ճիշտ օգնել մաշկին վերականգնել իրեն սեփական կոլագենի արտադրությունը եւ ռեգեներացիայի, այսինքն վերանորոգման, վերարտադրման, հա, ինչպես ասում են, վերածնման, վերականգնման, ավելի ճիշտ վերականգնման process-ին, այդպես կոչված, որը, ասենք, ամբողջ կլետկաներով հանդերձ կատարվում է վերականգնում։ Մի խոսքով սիրելիներս, առայժմ ես հիմա տուն եմ գնում եւ շարունակենք մեր օրը կշարունակենք ուղիղ եթերում, ինչպես խոստացել էի, հա։ Ինչ ասեմ, առայժմ սիրելիներս, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։ Մի երկու խոսք իմ յուրահատուկ հետևորդներին, որոնք միշտ հարցնում են պարապես մնացել, որ ուղիղ եթերներ եմ, ահա այսպիսին բուռն աշխատանքային օրից հետո ես դեռ տուն եմ գնում, հազիվ հասցնեմ մի կտոր հաց ուտեմ, տան անդամներիս, ընտանիքիս անդամներին կերակրեմ ու նստում եմ ուղիղ եթեր մի քիչ խոսելու, ցրվելու ձեզ հետ, հանգստանալու համար։ Իսկ դուք միշտ կարծում եք, թե ես պարապ մարդ եմ, ոչ սիրելիներս, ունեմ ահա այսպիսի աշխատանքային օրեր, ունեմ երբեմն հանգստի օրեր եւ ես էլ ձերպես սովորական մարդ եմ։ Եվ իհարկե չմոռանաք գրանցվել իմ էջին ու լայքել, մեկնաբանել, ես միշտ սպասում եմ ձեր մեկնաբանություններին, սիրելիներս։